Հայաստանի իշխանությունների վարվող քաղաքականության շարունակությունը նշեմ, բացի այդ թոշակառուների մասին խոսելուց, որը հսկայական թիվ է կազմում, արդեն ասեցի, տեսեք, ջավախցի ուսանողները, ովքեր ընդունվում են Սփյուռքի համար նախատեսված արտոնյալ ընդունելության կարգով, տարիներ շարունակ զրկված էին ռոտացիայի մասնակցելու իրավունքից, ելնելով երկու հանգամանքից. նախ, որ Հայաստանի քաղաքացի չեն, երկրորդ, որ արտոնյալ են ընդունվում եւ նրանց չի կարելի տալ ռոտացիա իրավունք։ Բայց քանի որ երևս 2009 թվականի նախաձեռնությամբ ընդունվել էր օրենք կրթության մասին ներողություն ուրեմն կրթության մասին օրենքում փոփոխություններ արվել, որտեղ նշում էր, որ Սամսխե Ջավախի եւ ՔՄՕ քարտելի ազգությամբ հայ քաղաքացիները պետք է վճարեն Հայաստանի բուհերում հայ քաղաքացիներին համահավասար, ելնելով այդ դրույթից 2023 թվականի ապրիլի 6-ին կառավարությունը որոշում կայացրեց, որ նույն այդ ռեգիոնների ազգությամբ հայ քաղաքացի ուսանողները, Հայաստանի բուհերի ուսանողները իրավունք են ստանում մասնակցել ռոտացիայի, այսինքն բարձր առաջադիմությամբ ուսանողները երեխեքը կարող են անվճար տեղերի համար պայքարել, որը ինձ համար գոնե շատ կարևոր էր այն առումով, որ նախ ես այդ մեծ հոգսից ազատվեցի, որ անընդհատ միջնորդություններ էի գնում բուհերի ռեկտորներին, որ այսինչ ջավախցի ուսանողը բարձր առաջադիմություն ունի, խնդրում էի զեղչել վարձերը եւ այլն, հիմա ուսանողը ինքը կառավարության որոշման համապատասխան կարող է այդ զեղչը ձեռք բերել եւ դա նաեւ մոտիվացիա է ավելի լավ սովորելու համար եւ այդպեսով մենք բավական շատ գործողություններ ենք իրականացրել, այս ամենը ոչ ամբողջական ցանքն է եւ հենց այս է, որ պարոն Այվազյան որ շնորհակալ եւ երախտապարտ ջավախցին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր ճիշտ վարքագիծը դրսևորելու հնարավորություն ունի եւ այդ ամենի դիմաց իր երախտիկի խոսքը ասելու հնարավորություն ունի։ Վերջոն այդ քաղաքականությունը բերելու է շարունակականության, նաեւ Դե շատ անելիք կա դեռ։ բարեհաջող երկով շարունակվում է նաեւ հայագիտական մասնակցությունների գծով պետպատվերի տրամադրումը, որի գերակշիռ մեծամասնությունը ջավախցիներն են ստանում, նաեւ սոցիալապես անապահով ջավախցիների պետական պատվերով Հայաստանի բուժ հաստատություններում բուժումը եւ այլ ծրագրեր, որոնք բերում են նրան, որ երախտապարտ եւ շնորհակալ ջավախցին իր համապատասխան ընտրությունը կկատարի, իսկ ես որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եւ պատգամավորության տեխնացու կասեմ ընտրություններ 2026-ին քվեարկենք թիվ 16-ին։ Շատ լավ, պարոն Թորոսյան, եւ քանի որ ասեցիք ինչպես են քվեարկելու, կարևոր է նաեւ թե ինչու Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են իշխող կուսակցության օգտին, քանի որ հիմա մեծ գերակշիռ մասը հիմնականում դիտում են Հայաստանից, կարևոր է նաեւ ընդհանուր ինչու են քվեարկելու։ Այդ ինչուն շատ տարողունակ հարց է։ Թույլ տվեք ես անդրադառնամ մի քանի կարևոր կրիտերիաների։ Ինչու է Հայաստանի քաղաքացին քվեարկելու թիվ 16-ին։ Խաղաղության համար, իրական հաստատված խաղաղության համար։ Այդ խաղաղության արդյունքում արդեն տևական եւ զգալի ժամանակ է, որ Հայաստանի սահմաններին կրակոցներ չկան, չի զոհվել գեթ 1 հայ զինվոր կամ չի վիրավորվել գեթ 1 հայ զինվոր։ Զինվորական ծառայության ժամկետները կրճատվել են, 24 ամսից դարձել է ուրեմն 18 ամիս, փոխարենը որակական բարձրակարգ ռազմատեխնիկական համալրման է ենթարկվել բանակը, որի
ապացույցը մայիսի 28-ի փառահեղ զորահանդեսն էր։ Իդեպ նշեմ, որ այդ զորահանդեսին ոչ բոլոր զինատեսակներն են ցուցադրվել։ Նշենք, որ միայն 170 միլիոն դրամի նախորդ 3 տարիներին հայաստանյան ռազմաարդյունաբերական համալիրը պատվեր է կատարել եւ առաջիկա 3 տարիների համար նորից Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը եւս 150 միլիարդ դրամի պատվեր է ստանալու եւ հայկական արտադրության զինտեխնիկան արդեն դուրս է գալիս միջազգային շուկա։ Դա հրաշալի լուր է։ Իհարկե, կոռուպցիայի արմատախիլ անելը։ Ասել, որ ամբողջ աշխարհում կամ Հայաստանում կոռուպցիա չկա, սուտ կլինի։ Բայց պնդել, որ համակարգային կոռուպցիան վերացված է Հայաստանում, դա բացարձակ ճշմարտություն է։ Եվ դա ակնհայտ է։ Հատկապես պրոռուսական կուսակցությունների շրջանում։ Ես ասում եմ այն միտումները, որ այսօր գոյություն ունեն Հայաստանում։ Այո, չկա համակարգային կոռուպցիա։ Եվ դա քաղաքացին ամեն օր զգում է իր վրա։ Անվտանգային երաշխիքների մասին այսօր շատ խոսում։ Մենք կարող ենք ուղղակիորեն պնդել, որ այսօրվա անվտանգային իրական երաշխիքները Հայաստանի վարած բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունն է, ուժեղ զինված բանակը եւ ռազմական ամրությունները սահմանային գոտիներում եւ ճիշտ բանակցային երկխոսությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ապացույցը շատ ցցուն է իրանց, որտեղ հնարավոր նոր ռազմական բախման սարսափելի ապագան փոխարինվեց խաղաղության իրական կերպարով։ Կենսաթոշակների առնվազն 3 անգամ բարձրացումը։ Առաջին անգամ Հայաստանում, սիրելի Էդուարդ, կենսաթոշակառուն դարձավ մի մարդ, ով իր եկամտով առնվազն կարողանում է իր գոյությունը պահպանել։ Այսինքն նվազագույն զամբյուղին գերազանցող կենսաթոշակ է ստանում այսօր Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուն, գումարած դրան հսկայական ձեռքբերում էր առողջապահության համապարփակ ապահովագրությունը, որը մտցվեց այս տարի հունվարի 1-ից եւ 65 պլյուս, ինչպես նաեւ 0-ից 18 տարեկան մեր քաղաքացիները գրեթե 100%-ով անվճար բուժ սպասարկման դեղերի դեղորայքի ձեռքբերման հնարավորություն են ստացել։ Այսինքն այդ մարդիկ այլևս հատկապես թոշակառուները կներեք իմ բառի համար, որ պետք է ասեմ, իհարկե ձևակերպումը սխալ է, բայց եկեք հասկանանք բովանդակությունը ինչ եմ ուզում ասել, այլևս իրենց զավակների համար ֆինանսական բեռ չեն, այսպես ասեմ, էլի։ Առանց խնդրում եմ շահարկումների, որովհետև պարզ է, որ ծնողը երբեք բեռ չի լինում, որ մենք ամենայն սիրով ու հարգանքով ենք վերաբերում մեր ծնողներին եւ այլն, բայց այնուամենայնիվ այլևս զավակը ստիպված չի լինում ավելին ծախսել, քան ունի այսօր իր ծնողը որպես եկամուտ, կենսաթոշակ եւ համապարփակ առողջապահական ապահովագրություն։ Բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը բերեց նրան, որ այսօր մենք ամենատարբեր երկրների հետ ունենք ռազմավարական գործընկերության ուրեմն հռչակագրեր ստորագրված։ ԱՄՆ-ի հետ, Վրաստանի հետ, Ճապոնիայի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն։ Գերմանիա, Եվրամիություն, Եվրամիության մի շարք Բրիտանիա, երկրների հետ, այո։ Եվ սա գիտեք ինչ է նշանակում է լայն նոր հնարավորություններ եւ զենքի ձեռքբերման առումով, եւ արտահանման առումով, եւ նոր շուկաների ձեռքբերման առումով, դիվերսիֆիկացիայի առումով մեր առևտրի, արտաքին առևտրի, ներմուծման եւ արտահանման։ Եվ բոլոր առումներով սրանք լուրջ հնարավորություններ են։ Շատ ու շատ բաներ կան, որ բերում են նրան, որ մեր քաղաքացին այսօր գնում է
ընտրության եւ այդ ընտրության հիմքում հետեւյալն է. պետք է տեր կանգնել խաղաղությանը։ Խաղաղությունը փոքրիկ մանուկ է, որ այսօր ծնվել է եւ մեր գրկում է եւ խիստ մեծ անհրաժեշտություն ունի գուրգուրանքի, գորովանքի, փայփայանքի եւ պաշտպանության։ Եթե մենք այդ գուրգուրանքը, պաշտպանությունը չենք ապահովում, մենք կարող ենք եւ այն կորցնել։ Իսկ որպեսզի կարողանանք դա ապահովել, պետք է հնարավորություն տանք այդ խաղաղության բերողին շարունակել իր գործողությունները, իր քաղաքականությունը։ Սրա մասին է խոսքը եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության խոհեմ քաղաքացին այս ամենը շատ լավ հասկանում է եւ այս քարոզարշավի ընթացքում իմ անձնապես բազմաթիվ շփումները ամենատարբեր մարդկանց խմբերի հետ ամենատարբեր բնակավայրերում ցույց տվեցին այն, որ հիրավի գործող իշխանության վարած քաղաքականությունը լայն աջակցություն է գտնում Հայաստանի ազգաբնակության մեջ ՀՀ քաղաքացիների շրջանակում։ Շատ շնորհակալ ենք, պարոն Թորոսյան, եւ հաջողություն ձեզ եւ ձեր թիմին։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ, պարոն Այվազյան։ Ես համոզված եմ, որ ձեր մաղթանքները կյանքի կոչվեն, ապրեք։ Հաջողություն։ Լավ մնացեք։ Դուք էլ։